գործարար ալիքին միացած մեր հարգելի եւ սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, մեզ 106 եւ 5 հաճախականությամբ եք լսում, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Թարմ ուղեղով հաղորդման այսօրվա իմ զրուցակիցը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է, ողջույն Տիկին Ադամյան։ Բարև։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, որովհետեւ ձեր կարծիքը կարեւորում ենք ամեն դեպքում։ Շնորհակալ եմ ես։ Կուզեմ, որ մենք սկսենք հեցի ազգայնացման հարցից, որը նաև ազգային ժողովում է քննարկվում այս պահին։ Արդյունքը ինչպիսին կլինի, գուցե մեր հաղորդման ընթացքում մենք չկարողանանք ճիշտ գնահատական տալ եւ արդեն պարզ է լինի, հիշեցնեմ մեր լսողներին եւ դիտողներին, որ մենք հաղորդումը տեսաձայնագրում ենք ամսի 1-ին։ Այս process-ը որքանով եք դուք արդարացված համարվում եւ ինչու է այս պահին դա տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ սա պետք է վաղուց տեղի ունենար։ Հանրապետություն կուսակցությունը բազում հայտարարություններով, գրեթե պահանջագրերով արձանագրել է փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող կայանալ տնտեսության դիվերսիֆիկացիա, քանի դեռ գործում են մոնոպոլիաներ։ Ես կարծում եմ, որ սա մոնոպոլիաների, տվյալ պարագայում հեծերի ոլորտում մոնոպոլիաների վերացման առաջին քայլն է։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ գործող տնտեսություն, եթե մենք ուզում ենք ունենալ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացում, սա միակ ճանապարհն է։ Միանշանակ է, որ հարցը քաղաքականացված է։ Այդ ձեր առաջին հարցի պատասխանը թե ինչու հիմա, ես գտնում եմ, որ ուշացած է բնականաբար, բայց հիմա իրադարձությունները որոշեցին արդեն քաղաքական անցուդարձ է։ Այսինքն կալանավորումը եւ այս process-ները բոլորը փոխկապակցված են, այսինքն խնդրի մասին իշխանությունը տեղյակ չէր մինչ դա։ Ոչ միայն իշխանությունը, խնդրի մասին տեղյակ ենք մենք բոլորս, որովհետեւ մենք բոլորս սպառող ենք։ Իսկ որ այդ խնդիրները բազում են, կարծում եմ, որևէ մեկը մեզ չպիտի գատաղեկացնի։ Շաբաթական քանի անգամ է ձեր տան, ձեր բնակավայրի լույսը հանկարծ գնում, ու իմանում եք, որ վթարային անջատումը հայտնի չէ, երբ հնարավոր կունենաք հոսանքը վերստանալ։ Կամ, ես չգիտեմ աշխարհի քանի երկրում կան են պարբերական անջատումները, որ գործում են Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Երևանի համար։ Ինչին է այդ անջատումները նվիրված, ինչ են կատարվում այդ անջատումների ժամանակ։ Մենք տեղյակ չենք հիմքում ինչ խնդիրներ կան։ Մենք տեղյակ ենք, որ հիմքում կա ամենայն հավանականությամբ վատ կառավարում, որովհետև մի երկիր, որ ունի հեկեր, մի երկիր, որ ունի ատոմակայան, հոսանքի նման անջատումներ եւ հոսանքի նման տատանումներ պարզապես չպետք է լինեն։ Հոսանքը չի կարող հանկարծ անջատվել օպերային ներկայացման ժամանակ։ Ազգային ժողովում, կառավարության նիստի ժամանակ, ֆուտբոլի խաղի ժամանակ։ Եթե մենք դա անվանում ենք լավ կառավարում, եթե դա մենք անվանում ենք հեծերի լավ աշխատանք, իսկ որն է վատը։ Եկ այստեղ առաջանում են ինչ գերատասչական վեճեր, հեծը ասում է դա իմ գործը չի, դա չգիտեմ ում գործն է, չգիտեմ ով ասում է դա իմ գործը չի, դա հեծի գործն է, իսկ սպառողի գործը դա բնավ չէ, որտեղ սպառողը դրա դիմաց վճարում է, եւ իր վճարի դիմաց պետք է ստանա արժանի ծառայություն։ Ամենայն դեպս վճարի հանգույն ծառայություն։ Ստանում ենք մենք այդ ծառայությունը։ Ոչ, ստողից արդեն հարցը պատմում։ Տիկին Ադամյան, կարծում եք հնարավոր չէ երկխոսել։ Ում եւ ում միջև է հնարավոր երկխոսել։ Հեծերի հետ նկատի ունեք։ Այո, այն հեծը ում որ պատկանում է այդ անձի հետ պետությունը արդյոք երկխոսում։ Եկեք հակամե անվանել գնանք, Սամվել Կարապետյանին նկատի ունեք։ Այո, ինչպես Փաշինյանն է, այդ մասին բացահայտ խոսում եք, բացահայտ խոսենք։ Բացահայտ խոսենք, նկատի ունեք Սամվել Կարապետյանին։ Ինձ դուք Սամվել Կարապետյանի եղբորորդու գրառումները կարդում եք։ Կարդում եք, չեք կարդում, ցավոք կարդացեք, խնդրեմ ձեր արծի պատասխանը մասամբ կտա։ Կամ Սամվել Կարապետյանի անունից հրապարակվող, այսպես ասած, նամակները։ Ես մի անգամ վստահ եմ, որ այդ նամակների հետ ոչ մի կապ չունի, պարզապես այդ նամակները հրապարակվում են նրա անունից։
Եթե դուք այդ նամակների բովանդակությանն էլ ծանոթանում եք, այստեղ երկխոսության դուռը միանգամայն փակվում է։ Մարդը հայտարարում է, որ ինքը այստեղ եկել է բոլորիս համար բարեկեցություն ապահովելու, այս չարիքի չգիտեմ ինչի վերջը տալու։ Ինչ երկխոսություն այդ պարագայում։ Գիտեք, մեր հասարակությունն այնքան բևեռացված է։ Տարբեր իրադարձությունների պատճառով։ Դրա մեղավորը ով է։ Դրա մեղավորը առաջին հերթին մենք բոլորս ենք, որ տրվել ենք այս սպիտակների խաղին։ Մենք բոլորս ամբողջ հասարակությունը։ Խաղը սկսվել է 2018 թվականին։ Միանշանակ 2018 թվականին։ Երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ Թավշյա ոչ բռնի հեղափոխություն։ Հիշեցնում եմ Հայաստանի Հանրապետություն հետ խորհրդային տարածքում, որտեղ վաղուց արդեն տեղի էր ունենում ԽՍՀՄ 2 վերականգնելու ջանքեր։ Անկարծ Հայաստանը փոխվում է կոնգլոմերատից։ Փոխվում է Հայաստանը բացահայտորեն այդ կոնգլոմերատից փոխվում է։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները դադարում են նշանակումներ լինել։ Շոկ Ռոբերտ Քոչարյանն ինչ էր ասում, թե նախագահականում ինչ ցուցակներ են, ցուցակները արդեն կան նախագահականում։ Ես կարծում եմ, որ դադարում են, ու այլապես Գյումրիում քաղաքապետ չէր ընտրվի Վարդան Ղուկասյանը, եթե ընտրությունները կեղծվում են։ Մենք գնում ենք ազատ արդար ընտրությունների։ Մենք իսկապես ժողովրդավարական ընտրություններ ենք անում, դրա ապացույցները ասում եմ, ապացույցներից մեկը Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելն է։ Ու կան էլ նաև ուրիշ ապացույցներ կան։ Ամենայնպես ապացույցներից մեկն էլ 2021-ի արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի մեծամասնություն ստանալն է։ Այն պարագայում մասով շատերը համամիտ չեն, որ դա ժողովրդավար ճանապարհով տեղի ունեցավ։ Իսկ շատերը եթե համամիտ չեն, ինչու չեն վիճարկում ընտրության արդյունքները։ Ինչու չեն վիճարկել։ Կա դատարան, կա սահմանադրական դատարան, իրենց արդար բողոքը կարող էին արտահայտել այդ տարբերակով, եթե չեն արտահայտել, դա դառնում է արդեն բամբասանք։ Վերադառնալով հեցի հարցին, պետականացման process-ը արդյոք արդար ճանապարհով կտանի եւ կառույցը կլինի իսկապես պետական, թե սա process է, որը մասնավորից փոխանցում կլինի մասնավոր։ Այսինքն մենք որոշ ժամանակ ունենանք պետական կարգավիճակ, հետո արդեն կրկին մասնավորի ձեռք կանցնի, որովհետեւ այդ մտահոգությունը կա հանրության մոտ։ Եթե ստեղծված բաժանետիրական ընկերություն, կարծում եմ այդ մտահոգությունները դուրս կգան։ Ես այսպես հեծելի մասնագետ չեմ, միանշանակ, եւ իհարկե կդժվարանա։ Հարցը քաղաքական է, Հարցը քաղաքական է, ես կդժվարանամ ասել, թե հեծը հետագայում ինչ կարգավիճակով կարող է աշխատել, որպեսզի սպառողների բոլոր պահանջները բավարարի։ Դա արդեն էներգետիկ մասնագետ ձեզ երևի թե պետք է հրավիրեք, որ ձեր բոլոր հարցերի նորմալ ճշգրիտ պատասխաններ տա։ Ես այդ մասնագետը չեմ, ես կարող եմ քաղաքական լուծումների մասին խոսել։ Ես այո գտնում եմ, որ հեծերի սեփականաշնորհյալ, արտոնյալ մոնոպոլ կարգավիճակի վերացումը բխում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահից։ Ես կարծում եմ, որ հեծերի վրա պետք չէ կանգ առնել, որովհետև մենք ունենք բազում մոնոպոլիաներ Հայաստանում եւ այդ մոնոպոլիաներից հերթով պետք է ձերբազատվենք։ Թերևս հաջորդը պետք է լինի գազի մենաշնորհի վերացումը։ Գազի մենաշնորհի վերացումից հետո մենք պետք է գնանք ՌԴ-ի մենաշնորհի վերացումից, ինչ է նշանակում հայկական երկաթուղին հանձնել են կոնցեսիոն կառավարման։ 2028-ին այդ կոնցեսիոն կառավարման ժամկետը լրանում է, եւ մենք պետք է մեր երկաթուղին վերադարձնենք մեզ, թերևս կարող ենք մինչև 2028-ն էլ կայլ դիմել, որովհետև եթե մենք ապավինում ենք հայկական խաչմերուկ ծրագրին, հայկական խաչմերուկ ծրագրով նախատեսված նաև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, որևէ մեկը չի գա եւ մեզ համար մեր երկաթուղու հետ համագործակցության համաձայնագիր չի կնքի, եթե այդ երկաթուղին մենք չենք տնօրինում, դա սովորական տրամաբանական հարց է։ Գնում ենք մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձրացման, գնում ենք մենք մեր պետության տերը լինելու ճանապարհով, ուրեմն պետք է այդ մոնոպոլիաները վերացվեն։ Եվ այստեղ Սամվել Կարապետյանը ընդհանրապես մի դրվագ է,
Հայաստանի Հանրապետությունում մոնոպոլիաների վերացման ճանապարհին ու պետք չէ այդքան ողբերգականացնել օй Սամվել Կարապետյանը, օй մեծ բարերարը, օй չգիտեմ ինչ, հանկարծ սեփականազրկվում է։ Ես դες նկատի չունեմ։ Այստեղ կա մի ամբողջ շերտ, եթե ուշադիր հետևել եք մամուլին, կա մի ամբողջ, այսպես ասած, ողբերգու տիկնանց եւ պարոնայք հանդես եկողների մի ամբողջ շերտ, որոնք ներկայացնում են Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ զոհ, չգիտեմ ինչ, չկա բացարձակապես նման բան։ Մարդը հեղաշրջման կոչ է արել ըստ էության դատելով իր ոչ այնքան 24 News-ին տված հարցազրույցից, որքան իր արդեն կալանավայրից հրապարակված նամակներից։ Մարդը պատահաբար չի եկել հենց հիմա Հայաստան, ինչ որ նպատակով է եկել, եւ պետք է պարզել, թե որն է այդ նպատակը, որքանով է հանրության համար այդ նպատակը վտանգավոր, որքանով է նա համապատասխանում, ինչ ասեմ, իր ներկայացրած կերպարին։ Սա է խնդիրը, սա մեր խնդիրը չի, ոչ իմ, ոչ ձեր խնդիրը։ Սա իրավապահների խնդիրն է, եւ կարծում եմ իրավապահները այդ պատասխանը կարող են տալ։ Ես կուզեմ, որ հարցի նաև տնտեսական իմաստից նայենք կողմից, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը նաև հարկատու է Հայաստանի Հանրապետությունում եւ բավականին այսպես առաջավոր տեղերում է, հաշվի առնելով, թե ինչ բիզնեսներ կան նրա ենթակայության տակ։ Արդյոք այդ տեսանկյունից մենք չպիտի կրկին կոնսենսուսի մասին խոսելով չպիտի գնայինք երկխոսության, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում կան բիզնեսներ, որոնք հարկ են տալիս պետությանը, կան մարդիկ, ովքեր օգտվում են դրանցից։ Արդյոք մենք սա ճիշտ ճանապարհն էր, որով գնացինք եւ արդյոք չկար այլ տարբերակ։ Որ բիզնեսները նկատի ունեք Սամվել Կարապետյանն, եկեք մասնավորեցնենք։ Հեծերից դուրս գանք։ Տաշիր պիցաների ցանցը, տաշիր սրահը, շինությունը, իսկ ինչ է կատարվում, դա ես կարծում եմ առանձնապես խնդիրներ չկա։ Եվ այդ եղած խնդիրներն շատ արագ կարող են փակվել, նույն ասած։ Ինչ խնդիր կա, այսինքն անձով պայմանավորված մենք թիրախավորում այդ մասով չենք ունեցել։ Չեմ կարծում, որ դա հենց անձով պայմանավորված թիրախավորում է, պարզապես նման հաղորդագրություններ լրահոսում միշտ լինում են տարբեր տեսակի, ինչ ասեմ, տարբեր ձեռնարկություններում աշխատանքը դադարեցման, աշխատանքի փակման մասին։ Ուղղակի այս պարագայում Սամվել Կարապետյանն երբ արդեն հոլովում է մեկ այլ գործով, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում դրան։ Գերեգորական լրահոսում քանի տեսակի ինֆո կա հացի արտադրամասի փակման, սննդի արտադրամասի փակման, Հայաստանի Հանրապետության մարզերում եւ կոնկրետ Երևանում։ Մենք դրան ուշադրություն առանձնանում, կարդում ենք, անցնում ենք, առանձնապես ուշադրություն չենք դարձնում։ Ինչ որ խնդիրներ կան, որ լուծված չեն, այդ խնդիրները կլուծվեն կամ կվերաբացվի, կամ գործունեությունը պետք է արդեն յուրաքանչյուր գործ առանձին տարբերակով, առանձին պատասխան ունի։ Եթե դուք ուզում եք ակնարկել, որ Սամվել Կարապետյանի անձով պայմանավորված հատուկ թիրախավորվում է տաշիր պիցաները, տաշիր հարախանդի գործունեությունը, եթե հաջորդականությունը հետևենք, եթե օրինակ սկզբից լիներ, երբ ՍԱՏՄ-ն մտնում է տաշիր պիցաների ցանց, հերթով ստուգումներ է իրականացնում, դրանից հետո նոր փակումներ են տեղի ունենում, ես կասեի, այո, դա անձով պայմանավորված չի, բայց երբ խուզարկությունից հետո այդ process-ն է տեղի ունենում, մենք կարող ենք արդյոք դրան այլ կոնտեքստ տալ։ Հակված չեմ այլ կոնտեքստ տալու, բայց կարծում եմ, որ գուցե նաև այդ խնդիրն է դեր կատարել, իսկ ինչու ոչ, եկեք հարց էսպես դնենք, ինչու ոչ։ Վերջին հաշվով մենք մեր անգլիանախորները պիտի մաքրենք, թե ոնց։ Թե պիտի տարբեր մարդիկ, տարբեր հանգամանքներով պայմանավորված առանձնաշնորհյալ կարգավիճակ ունենան։ Հարցը չի վերաբերվում սոսկ Սամվել Կարապետյանին։ Մութ չի, բոլորս էլ փոքրիկ երկիր ենք, շատ իրողություններ, շատ արագ հայտնի են դառնում։ Ում համար է գաղտնիք, որ այո, Հայաստանի Հանրապետությունում որոշ բիզնեսմեններ շատ առանձնաշնորհյալ կարգավիճակ ունեն։ Ինչու՞։ Իսկ ինչու՞ չի թիրախավորվում անձ, ով քաղաքացիական պայմանագրում է։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պիտի բարձրացվի եւ այդ հարցը պիտի լուծվի, եթե թիրախավորման արժանի ինչ-որ գործեր են արված։ Եթե մենաշնորհների մասին ենք խոսում։ Հենց մենաշնորհների առումով,
Օրենքը օրենք է բոլորի համար։ Գիտեք, հավասարներ եւ հավասարներից ավելի հավասարներ չպիտի լինեն։ Չի կարող նման տարբերակ լինել ժողովրդավարական երկրում, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ Սա այն դեպքն է, որ երկուսին գումարած երկուսը չի լինում պատասխանը 3, 5 կամ չգիտեմ, միանշանակ պետք է լինի այդ նվիրական 4-ը։ Բոլորի համար։ Տիկին Ադամյան, Ռուսաստանից մենք վախեր ունենք, թե պարզապես փորձում ենք Ռուսաստանից այդ հեռանալու process-ը կրկին շարունակել, որովհետև մենք կարծեմ այս հարցը նորից ենք քննարկել։ Կար ժամանակ, երբ մենք ավելի մոտ էինք այդ process-ին, հետո դադարեցվեց, մենք սկսեցինք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները փոքրինչ ջերմացնել, հետո կրկին կարծես թե սրման կարգավիճակ ենք տեսնում, հաշվի առնելով Լավրովի վերջին հայտարարությունը եւ դրանի պատասխանը Արարատ Միրզոյանը արձագանքում է, թե դուք իրավունք չունեք մեր ներքաղաքական հարցերին միջամտել, բայց նաեւ հիշենք, որ մեր ներքաղաքական հարցին միջամտության փորձ արեց Ֆրանսիայի նախագահը, որին պատասխան չեղավ։ Ինչ կասեք այդ մասով։ Ես կարծում եմ, ոչ թե մենք Ռուսաստանից վախենալու խնդիր ունենք, այլ Ռուսաստանը մեզ վախեցնելու խնդիր ունի։ Ինչու՞։ Որովհետև Ռուսաստանի Դաշնությունն իշխում է այն մտայնությունը, որ Հայաստանի Հանրապետությունը եղել որոշ ժամանակով խուսափել, բայց պիտի լինի ծայրագավառ, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող այժմ կարծազրույցի սկզբում, երբ ես խոսում եմ ժողովրդավարությունների մասին, ըստ էության այստեղ ժողովրդավարության եւ բռնապետությունների պայքարի փուլում ենք մենք գտնվում։ Ռուսաստանի Դաշնությանը պետք չէ, որ այդ խորհրդային տարածքում լինեն ժողովրդավարական պետություններ։ Ինչու Ռուսաստանի Դաշնությունը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Դուք կարծում եք նրանք լրջորեն դենացիֆիկացիայի, չգիտեմ, դեինչիֆիկացիայի խնդիր ունեին։ Բացարձակապես ոչ։ Եվ այսօր էլ խաղաղության համաձայնագիր Ուկրաինայի հետ չի կնքվում այն պատճառով, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ ռազմի դաշտում, ոչ դիվանագիտական դաշտում չի հասնում իր միակ նպատակին։ Ուկրաինայում հաստատել դնելու ցանկություն չունի։ Ոչ, Ուկրաինայում պետք է Ռուսաստանին հաստատել սեփական մարիոնետ կառավարություն։ Ուկրաինայի ժողովուրդը դրան չի գնում։ Ըստեղ տարածքի խնդիր չի։ Բացարձակապես տարածքի խնդիր չի։ Ռուսաստանն անծայրացիր երկիր է։ Ռուսաստանի ինչին է պետք եւս, չգիտեմ, ինչքան հեկտար տարածք, որում այդքան ավերված, որտեղ պիտի դեռ վիթխարի ներդրումներ արվեն կյանք, նորմալ կյանք վերականգնելու համար։ Ռուսաստանին Ուկրաինան պետք չի իբրև տարածք, Ռուսաստանին Ուկրաինան պետք է իբրև պետություն, որը ենթարկվում է իրեն, պետք է մարիոնետ պետություն։ Մոտավորապես այնպիսի պետություն, ինչպիսին Բելարուսն է։ Դա է Ռուսաստանի պետք։ Ռուսաստանը պարբերաբար այդ փորձերը արել է այդ խորհրդային տարածքի բոլոր հանրապետությունների նկատմամբ։ Մոլդովայի օրինակը, ամենաթարմ օրինակը, Վրաստանի օրինակը, Միջինասիական հանրապետությունների օրինակը։ Ինչի մասին է խոսքը։ Եթե հարցնում եք ինչու է Ռուսաստանը մեզ վախեցնում։ Ռուսաստանը մեզ վախեցնում է, որովհետև Ռուսաստանը հասկանում է, որ ինքը ուզի հեռացել է արդեն Լեռնային Ղարաբաղ հանձնելով, հեռացել է Հարավային Կովկասից, հետևաբար կորցնում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը, իր դերը, իր նշանակությունը։ Զուգահեռ ինչ է կատարվում Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, որի մասին քիչ անց կանդրադառնամ։ Հիմա ասում եք Արարատ Միրզոյանը այսպես պատասխանեց. «Փառք ու պատիվ Արարատ Միրզոյանին»։ Իսկ ինչ գործ ունի Լավրովը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստում անդրադառնալ Հայաստանին ու խոսել Հայաստանի ժողովրդի անունից։ Ով է Լավրովին այդ իրավունքը տվել։ Դուք արտոնել եք։ Ոչ, ես չեմ արտոնել։ Կարծում եմ ոչ ոք չի արտոնել, բայց այդքան էլ ժողովրդի անունից։ Ոչ, Լավրովը խոսել է ժողովրդի անունից, Լավրովը ներկայացրել է թե ժողովրդի համար ինչն է ավելի կարևոր։ Եվ պետք չի որ իշխանությունը վտանգի ժողովրդին։ Իշխանության անունից է խոսել։ Մակրոնը իշխանության անունից չի խոսել, Մակրոնը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավարությանը։ Ժողովուրդ եւ ժողովրդավարություն էր կոնկրետ, թե ինչպիսին է պատկերացնում Մակրոնը ժողովրդավարությունը։ Այո, Մակրոնը ճշգրիտ պատկերացում ունի ժողովրդավարության, ճշգրիտ։
որովհետև ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի։ Եկեք հիշենք, որ Ֆրանսիան այն երկիրն է, որ Մարին Լեպենին զրկեց փաստացի կոռուպցիոն մեղադրանքով զրկեց քաղաքական գործունեության հնարավորությունից եւ ճիշտ արեց։ Եվ Հայաստանում էլ ժողովրդավարությունը պետք է արմունկներ ու ատամներ ունենա, որովհետև այս ստեղծված պայմաններում ոմանք ժողովրդավարությունը շփոթում են ամենաթողության հետ։ Այդ ժողովրդավարության, ինչ ասեմ, հնարավորություններից ելնելով կոչեր են անում, որ պետք է իշխանությունը տապալել։ Ժողովրդավարությունից ելնելով մարդկանց, ճիշտ այն մարդկանց, որոնք իրենց աջակիցներն են, անվանում են, կրկնեմ, թե այնուամենայնիվ հիշում եք։ Ես հիշում եմ։ Խորը անասուն որևէ մեկը, երբ իրեն ասեն, իրեն լավ ես գալու։ Բայց ամեն դեպքում Բայց իրենց կողմնակիցներին կանխաբարկածը մենք չխախտենք, որ մենք չենք խախտում անմեղության կանխաբարկածը, մենք դա չենք դատում, չենք դատապարտում որևէ մեկին։ Մենք ելնում ենք նշված հայտարարություններից, մենք ելնում ենք ձայնագրությունից, որտեղ արհեստական բանականությունը հաստատ ոտքը կկոտրեր, չէր կարող այդքան, ինչ ասեմ, մանրակրկիտ ծրագրեր, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրապետությունում իշխանազավթում անել։ Ասում եմ հաստատ արհեստական բանականությունը այդտեղ ոտքը կկոտրեր այդ մանրամասների մեջ։ Գիտեք, մենք լսում անցնում ենք, բայց չենք խորանում, թե այնուամենայնիվ դա ինչ է նշանակում։ Որովհետև եկեք փորձենք պատկերացնել, թե այդ պայթեցվող ավտոբուսում ում հարազատներն էին։ Եկեք փորձենք պատկերացնել մարդկության, մարդու անկման աստիճանը, երբ ասում է կզոհվեն, փոխհատուցում կտանք, իրենց լավ կզգան։ Մարդու արյունը վաճառվում է, հարազատի կորուստը վաճառվում է։ Ինչի մասին է խոսքը։ Միշտ կարծում եմ Հայաստանում վաճառվել է։ Ու պիտի շարունակվի այդ գործընթացը։ Շարունակվի։ Ու մենք պիտի այսպես լսենք ու ասենք, դե միշտ էլ այսպես է եղել, մարդը ինչ է ասել, որ եկեք այս անգամ էլ ոնց որ միշտ եղել է, այս անգամ էլ եկեք։ Հալավ ասել է, ոչ արեց։ Դե ընդդիմության հիմնական փաստարկը իմանալի ոչ չի արել, ողաբերչություն չի եղել։ Այսինքն պիտի սպասեինք, զոհեր լինեին, փոխհատուցումներ լինեին կամ չլինեին, ու հետո ասեինք, ոյ, մի 20 տարի էլ բացահայտենք հերթական մարտի 1-ը։ Մի 30 տարի էլ, մի 40 տարի էլ բացահայտենք հերթական հոկտեմբերի 27-ը։ Դա է մեր տրամաբանությունը, դա է մեր մտայնությունը։ Ես կարծում եմ, որ ոչ։ Դա պետք է բացառել։ Ժողովրդավարության մասին երբ խոսում ենք, այ դուք հիշեցրեցիք հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը։ Արդյոք այսօր արդեն բացահայտված չպիտի լիներ այն, երբ 2018-ին ժողովրդավարության կոչերով նոր իշխանություն է եկել։ Նայես թե ինչ եք հասկանում բացահայտում ասելով։ Ովքեր են կազմակերպել։ Հոկտեմբերի 27-ը։ Անուններ թողնեն եւ այդ մարդիկ պատասխանատվություն կրեն։ Ես կարծում եմ, որ վաղուց այդ հարցերին այո, պատասխան պիտի տրված լինեին։ Բայց մենք մտնում ենք իրավական, գիտեք, այս պահին հիմա մենք համատեղ շփոթում ենք իրավական եւ քաղաքական հարթությունները։ Իրավական հարթությունը մենք այդ գնահատականները տալ չենք կարող, որտեղ մենք երկուսս էլ, չգիտեմ, անկեղծ ասած ձեր մասնագիտացումը։ Չէ, լրագրող եմ, իրավաբանական կրթություն չունեմ։ Նույնը համարյա թե ես էլ բանասեր եմ։ Մենք այդ չենք կարող անել, որտեղ մենք այդտեղ մասնագետներ չենք։ Մենք կարող ենք տալ քաղաքական գնահատական։ Իրավապահները պիտի տան իրենց առանձին գնահատականը։ Այո, իրավապահները պետք է անվանեն թե մեղավորներին, թե կազմակերպիչներին եւ թե պատիժ ովքեր պիտի կրեն։ Բայց այստեղ գալիս է վաղեմության ժամկետը։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 27-ին եւս մենք պետք է քաղաքական գնահատական տանք։ Բացահայտ է, ակնհայտ է ամբողջ 27-ից հետո եղած զարգացումներով, որ այդ հանցագործությունը Հայաստանի Հանրապետությունում չէր կազմակերպված, բայց Հայաստանի Հանրապետությունում կատարվեց, որտեղ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իր տեղում չէր։ Այդ ծառայությունը կարող էր դա կանխել, պարտավոր էր դա կանխել, բայց չի կանխել։ Չի կարողացել, թե չի ցանկացել։ Սա է հարցը։ Եվ այդ հարցի պատասխանը կարծում եմ, որ էլի մենք չպիտի տանք։
Բագրատ Սրբազանի հարցում կարծես թե պարզեցված է փոքրինչ ինչ է տեղի ունեցել եւ հետևանքները ինչպիսին եղան։ Աջապահյանի հարցում կարծես թե մենք խնդիրներ ունենք, որովհետեւ Աջապահյանի խոսույթը նոր չէ եւ այդ մասին կարծում եմ իշխանությունները լսել են, ԱԱԾ ծառայությունները տեղյակ են եղել, որ այդ մասին խոսվել է 20 թվականից հետո եւ վերջին 1 ամսվա ընթացքում կամ մի քանի ամիսների ընթացքում չի որ այդ մարդը դրա մասին խոսել է։ Ինչու հենց հիմա ձերբակալեցին, չէ՞ կարծում որ սա անձերի թիրախավորում է կրկին գնում։ Սկացում որ դաշտը մաքրելու խնդիր է։ Ինչ է ժամանակ։ Այո, Աջապահյանը ժամանակ էլ ասել է, Աջապահյանը մշտապես էլ կրկնել է իր տեսակետները։ Եթե հիշում եք անցած տարի նույնիսկ ասում էր, որ ինքը կարող է Բագրատ Գալստանյանի իր եղբոր Ռուսից այդ ծանր բեռը վերցնել, այն պարագայում, երբ պարզվեց, որ Գալստանյանը երկհաղաքացի է, այսինքն ես կարող եմ լինել տեխնացում։ Դա էր նշանակում Աջապահյանի հայտարարությունը։ Վերջապես Աջապահյանն իր հայտարարությունը կրկնեց նաև բոլորովին վերջերս։ Դա տեսակետ է։ Բայց մենք չենք մոռանում, չէ՞, որ Աջապահյանը նաև նախկին ղեկավարներին կոչ էր արել, որ դուրս գան քաղաքականությունից, այսինքն սա նաև ընդդիմությունների հետ փոխկապակցված process է։ Եկեք չմոռանանք նաև այն փաստը, որ երբ մարդը մտնում է քաղաքականություն, բարձրաստիճան հոգևորականը մտնում է քաղաքականություն, նա պետք է պատրաստ լինի քաղաքական արդեն անձի այո, եւ առավելություններին եւ թերություններին։ Բայց այստեղ կա մի ուրիշ հարց։ Իսկ ինչու է հայ առաքելական եկեղեցու հոգևորականը, այս պարագայում հոգևորականները, ինչու են մտել քաղաքական դաշտ։ Եվ արդյոք այստեղ եկեղեցին առաջին իսկ օրը անելիք չուներ։ Լավ հասկացա, մտնում է քաղաքական, ինչ մտահոգ քաղաքացիներ։ Իրավունք չունեն Տիկին Ադամյանը։ Ես կարծում եմ, որ բարձրաստիճան հոգևորականները քաղաքականության մեջ անելիք չունեն։ Ինչու՞։ Եթե ուզում են զբաղվել քաղաքականությամբ, թող հրաժարվեն իրենց հոգևոր կոչումից, մտնեն քաղաքականություն, կուսակցություն ստեղծեն, շատ ավելի մեծ հաջողություն։ Բայց այդ մասով արգելքներ չունենք, չէ՞։ Մենք չունենք ընդհանրապես բարոյական խնդիր։ Բարոյականության խնդիր չունենք մենք ընդհանրապես։ Մենք ընդհանրապես չունենք խնդիր, երբ հոգևորական կոչվածը աճ ու ձախ անեծքներ, լուտանքներ ու չգիտեմ ինչ է շահ տալիս եւ հասարակության որոշ մասը բուռն ծափահարություններով ընդունում է այդ լուտանքները, նռի ու չգիտեմ ինչի հայտարարությունները եւ երջանկացած տուն է գնում որոշ մարդկանց հետ մի լուսանկար պոկելով իր հավերժ, այսպես հավերժ երջանկության համար։ Իսկ մենք խնդիր չունենք, երբ մեր երկրի վարչապետը գրեթե 18+ հայտարարություն։ Իհարկե ունենք, իհարկե ունենք։ Լավ, ինչու։ Իսկ ով ասաց, որ դա խնդիր չէ։ Ով ասաց։ Մենք այդ խնդիրն էլ ունենք, բայց այստեղ ստացվում է, որ սեպ-սեպով են անում, ատամն ընդ ատաման, վերջ, դուք այսպես եք հայհոյում եք իմ ընտանիքը, իմ կուսակիցներին, ես էլ հայհոյում եմ ձեզ, ճիշտ ճանապարհը, իհարկե ոչ, բայց մենք ստեղ մտել ենք մի շրջապտույտի մեջ, որտեղից ոչ թե փորձում ենք ելքեր գտնել, մենք ելք չենք որոնում, մենք անդադ սրում ենք իրավիճակը, որ պետք է լիցքաթափված լիներ արդեն, սա է ամբողջ խնդիրը։ Եվ ես կարծում եմ, որ սխալներ արել է թե եկեղեցին, թե իշխանությունը, եկեղեցին առաջին իսկ օրը պետք է կարգալույց անել այդ սրբազաններին։ Շատ հանգիստ առանց որևէ խնդրի, եղբայրը ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, կանաչ ճանապարհ, զբաղվիր։ Հոգևորականը կապ չունի քաղաքականության հետ։ Մենք աշխարհիկ պետություն ենք։ Քաղաքացին ունի մտահոգություն, շատ ազնիվ մտահոգություն է։ Հոգևորականն էլ է քաղաքացի, Տիկին։ Այո, հոգևորականն էլ է քաղաքացի, եւ Փայլուն օրինակ կա, Կիպրոսի օրինակը։ Երբ հոգևորականը մտավ քաղաքականության մեջ եւ կղզին բաժանվեց։ Եվ Թուրքիան գնաց ու կղզին կիսեց։ Փայլուն օրինակ է, Մավրիկիոս arczepiskopos-ի օրինակը։ Ինչ ենք կիսելու, ինչ ենք բաժանելու, ում ենք հրավիրում մեր երկիր։ Բացարձակ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ այստեղ անձի խնդիր չի, հոգևորականի մտահոգության խնդիր չի, եկեք մենք մեզ չխաբենք։ Եկեք մենք մեզ չխաբենք, այստեղ հոգևորականի խնդիր չի։ Այստեղ դրված է շատ պարզ խնդիր, Հայաստանի Հանրապետության դեմ վարվում է հիբրիդային պատերազմ։ 20-ից հետո մեզ քանիցս փորձեցին կոտրել,
քանիցս փորձեցին իշխանափոխություն իրականացնել փողոցում։ Հիշենք, հա։ Քանի կերպարներ փողոց մտան եւ ձախողվեցին փողոցում։ Քանիցը։ Եվ ինչ մնաց եկեղեցին։ Իբրև բարձր հեղինահասարակության շրջանում բարձր հեղինակություն ունեցող ինստիտուտ։ Վարկաբեկվեց նաև այդ ինստիտուտը, որտեղ եկեղեցին էլ մտավ շարժման մեջ։ Գիտեք, այստեղ Բաղարատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Գուգար Ասլամի առաջնորդը, որը բոլորովին չի զիջում նրանց պայմանական անձնավորություններ են, պայմանական ընտրված։ Խնդիրը եկեղեցիով իշխանափոխություն անելն էր։ Դա էլ ձախողվեց։ Այդ դրանից հետո քաղաքական դաշտում հայտնվեց Սամվել Կարապետյանը, որտեղ խնդիրը դեռ լուծված անհայտներով խնդիրը չէր լուծվել, հավասարում չէր կառուցվել։ Այս Սամվել Կարապետյանի ձախողումից հետո հիբրիդային պատերազմի շրջանակներում հաջորդը լինելու է բանակը, փորձելու են բանակով հեղաշրջում անել։ Բանակով 6-րդը լինելու է ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելը, 7-րդը ներեցեք ավարտեմ, 7-րդը լինելու է հետընտրական զարգացումներ գեներացնելը, որովհետև այս ամբողջ ընթացքում այդ նույն խնդիրը, այդ մեկ խնդիրը չի լուծվել, սա է հարցը։ Մնացած բոլորը, ասում եմ, մեծ հավասարման, այսպես XY Z-եր են, կարևոր չի նրանց անունը ինչ է, կարևորը այն է, որ նրանց դարձնում են խաղացող։ Այ մի հարց է հետաքրքրում, քանի որ հաղորդումը ավարտին է մոտենուս, այլ քննարկենք ու արդեն ավարտենք, այն ներքաղաքական հարցերում մենք կարողանում ենք եւ իշխանությունը կարողանում է պատճառահետևանքային կապերը լավ տեսնել ու կանխել համապատասխան մարմինները, ծառայությունները կարողանում են գործողություններին ճիշտ գնահատական տալ։ Լավ, իսկ ինչու մեր երկրի կարևորագույն հատվածները կորցնելիս մենք աշխարհաքաղաքական հարցերում այդպես պատճառահետևանքային կապերը լավ չենք տեսնում ու դրա հետևանքով մենք դաշնակցի վարկը չհասկացանք, Արցախ կորցրեցինք, դրա հետևանքով մենք թշնամու հետ հարաբերությունները չենք կարողանում կարգավորել։ Ինչն է խնդիրը, որ մենք միայն ներսում ենք կարողանում այդ հարցերը լուծել։ Բայց կարողանում ենք մենք ներսում այդ հարցերը լուծել ըստ էության։ Ձեր խոսքով գոնե կանխվում է դա, եթե ինչ-որ խնդիր է առաջանում։ Ցավոք, եթե ինչ-որ խնդիր առաջանար եւ կանխվեր, մենք այս վիճակում չէինք լինի։ Մենք այսօր ոչ թե կնստեինք, կխաղայինք այդ, չգիտեմ, Գալստանյան եկեղեցի իշխանություն, այլ մենք վերջապես կհասկանայինք, թե մեր առաջ ինչ խնդիրներ, ինչ մարտահրավերներ են դրված։ Աշխարհում ինչ է տեղի ունենում։ Տեսեք, Հայաստանը մի տեսակ կարծեք կղզիացած խրվել է ինքը իր խնդիրների մեջ, աչքերը չի բացում Իրան-Իսրայել վերջին հաշվով ինչ եղավ, Ռուսաստան-Ադրբեջան վերջին հաշվով ինչ է կատարվում։ Դե հենց դրա մասին եմ ես խոսում։ Ես էլ հենց դա ձեր հարցին եմ պատասխանում։ Գուցե մի քիչ արվեց եմ գալիս, բայց ձեր հարցին եմ պատասխանում։ Երեք մենք ընդհանրապես մեկ գլխավոր հարցի պետք է պատասխանենք իբրև պետություն։ Ուր ենք մենք գնում։ Իշխանության վարած հավասարակշիռ պետություն լինելու քաղաքականությունը պարտության հետևից է գրանցում։ Դու չես կարող հավասարակշիռ քաղաքականություն վարել այն պարագայում, երբ քո երկրում իշխում են մոնոպոլիաներ, եւ դու քո երկրի տնտեսությունը չես կարողանում զարգացնել։ Ինչ հավասարակշիռ դու կարող ես այս պարագայում լինել, եւ ռուսական մոնոպոլիաները քեզ պարզապես խեղդում են։ Որտեղ է այդտեղ հավասարակշռության հնարավորությունը։ Եկեք հասկանանք, գուցե ես սխալվում եմ, ես ուզում եմ տեսնել այդ հավասարակշռության հնարավորությունը։ Մենք պետք է հասկանանք, որ մենք որևէ հեռանկար չունենք ԵԱՏՄ տարածքում, որովհետև ԵԱՏՄ-ում տնտեսական զարգացման հնարավորություն չկա։ Կոռուպցիա, նոր տեխնոլոգիաներ չկան, մեզ դրել են լոգիստիկ ճահիճի մեջ, լարսը ու վերջ։ Պիտի որոնենք նոր լոգիստիկա, պիտի տնտեսությունը փորձենք բարձրացնել ԵՄ-ի չափանիշներին, ԵՄ վիթխարի շուկան մեր առաջ բաց է թե փակ է, միանշանակ բաց է, բայց գնացող չկա։ Կա Կալասի այց Հայաստանի Հանրապետություն, կա Կալասի հայտարարությունները։ Ինչու ենք մենք այդ ամեն ինչը անտեսում, դրանք մեր գեղեցիկ աչքերի համար չեն արվում։ Դրանք արվում են մեր երկրի առաջ հնարավորությունները ցույց տալու, երկիրը այս ճիշտ դաշնակցի տանելու համար։
Այո, մենք չունեցանք դաշնակիցներ, որովհետև մենք աշխարհում համենայն դեպս անկախությունից հետո Հայաստանի բոլոր նախագահները հիմնադրից սկսած որդեգրել էին իմ քաղաքականությունը, որ քարտեզի վրա կա միակ պետություն եւ այդ պետությունը Ռուսաստանն է եւ այդ պետությունը կարող է ապահովել մեր անվտանգությունը, այդ պետությունը կարող է ապահովել մեր տնտեսական զարգացումը, այդ պետությունը ընդհանրապես կարող է ապահովել յուրաքանչյուր հայ գոյությունը։ Միֆ։ Հենց այդ պետությունը սպանեց Արցախը, հենց այդ պետությունն է փորձում խեղդել Հայաստանը։ Ու հիմա մենք ինչ անենք։ Մենք դատապարտենք Մակրոնին, որ պաշտպանում է ժողովրդավարությունը։ Թե Լավրովին ասենք գնա քո երկիրը։ Մենք որը մենք պիտի ընտրենք։ Վերջին հաշվով կրկնում եմ, մենք ունենք մեկ գլխավոր խնդիր։ Մենք մեզ համար պետք է որոշենք, մենք դեպի ուր ենք գնում։ Հավասարակշռը ոչ միտեղ չի տանում։ Տեղ, ինչ ուզում է ասի Նիկոլ Փաշինյանը, ուզում է այոելով ասի, ուզում է սիրաբանելով ասի, ոնց ուզում է ասի, ոնց ուզում է հիմնավորի, այդտեղ զրո հնարավորություն է։ Տեղապտույտ չի կարող զարգացում, տեղապտույտը զարգացում չի կարող բերել։ Բայց ակնհայտ է, չէ՞, կան ուժեր, որոնք այդ տեղապտույտը մերժում են։ Եվ ասում են զարգացման հնարավորությունները, դաշնակիցների հետ կապերը, բերում են ծրագրերը։ Այդ 2026-ին ժողովուրդը պիտի գնա ու ընտրի, տեղապտույտն ես ընտրում, թե զարգացումն ես ընտրում։ Ընտրում ես քո պաշտպանվածությունը, թե ընտրում ես երկրից հեռանալու ամեն վարքյան հենց մի բան լինում է, ես կգնամ Հայաստանից մտայնությունը։ Վերջին հաշվով հայրենիք ես ընտրում, քեզ ես ընտրում, քո երեխայի ճակատագիրն ես ընտրում, թե ընտրում ես անվերջ նահանջի, անվերջ փախուստի, չգիտեմ, նահանջ երկով ճանապարհը։ Ես կարծում եմ, որ մեր ճանապարհը մեկն է, սա մեր երկիրն է։ Այս երկիրը մենք ոչ մեկին չենք տալու։ Ու մենք այս երկրում տեր ենք լինելու դա է ճանապարհը։ Ու մենք դա ինչքան շուտ, ինչքան շատ հասկանանք, այնքան արագ կհասնենք մեր նպատակին։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Տեսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ առաջին խոսափողի մոտ Անահիտ Ադամյանն էր, իսկ ձեզ համար Բոմիկա Մամյանն էր աշխատում, կհանդիպենք լավ եղեք։